շարունակում ենք արտակարգ ռեժիմով հետևել Լեռնային Ղարաբաղում եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Մեր տաղավարում այս պահին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն է։ Տիկին Անդրեասյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Լեռնային Ղարաբաղում գործել է 108 հանրակրթական ուսումնական հաստատություն շուրջ 21000 սաներով, նրանցից քանիսն է այս պահին Հայաստանում։ Գիտեք, որ մենք ունենք երկու գործընթաց, մարդիկ ովքեր հատում են արդեն սահմանը եւ մարդիկ ովքեր հաշվառվում են եւ հաշվառված անձանց տվյալները մի փոքր տարբերվում են հատած սահմանը հատած անձանց տվյալներից, որտեղ դա ժամանակ է նաեւ պահանջում։ Այս պահին կարող եմ ասել, որ սահմանը հատող յուրաքանչյուր երրորդ քաղաքացին անչափահաս է եւ այդ իմաստով արդեն առավոտյան տվյալների դրությամբ շուրջ 15000-ից 18 տարեկան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ մեր մոտ են եւ կարծում եմ, որ այսօր արդեն տվյալների դրությամբ, որտեղ խոսքը չի դադարում, արդեն իսկ 70000-ից ավել մեզ մոտ գտնվող մարդկանց մասին ենք խոսում եւ կարծում եմ, որ այսօր վաղը մենք կունենանք գրեթե ամբողջությամբ այստեղ գտնվող երեխաներ։ Տիկին Անդրեասյան, մեր կրթական համակարգը, դպրոցները, մանկավարժական կազմը պատրաստ են ներգրավել այս թվով սաների։ Գիտեք, պատերազմի ժամանակ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի բոլոր սովորողները գտնվում էին մեր մոտ եւ մեր համակարգը բնականաբար ապահովում էր նրանց կրթությունը այդ օրերի ընթացքում, այսինքն սա մի բան է, որ մենք ցավոք այդ փորձն ունենք, իհարկե այն ժամանակ մոտեցումը մի փոքր այլ էր, որովհետև մենք մտածում էինք ժամանակավոր լուծումների մասին եւ այդ պահին այդ տիպի լուծումների էինք գնացել, այս պահին մտածում ենք, որ ավելի կայուն լուծումներ է պետք գտնել, որպեսզի երեխաների համար այդտեղ կրթվելը եւ ուրեմն իրենց կրթությունը շարունակելը լինի ավելի նպատակային, բայց սա էլ հնարավոր է մեր համակարգը, եթե զուտ ֆիզիկական ենթակառուցվածքն է ասում, մեր դպրոցները կարող են ընդունել մինչև 660,000 երեխաների, այս պահին մենք ունենք 400,000-ից մի փոքր ավել աշակերտներ։ Այստեղ ուղղակի խնդիրը թե ինչպես է տեղաբաշխվածությունը լինելու, որովհետև այո, կան դպրոցներ, որոնք ավելի ծանրաբեռնված են, կան դպրոցներ, որոնք ավելի թերբեռնված են եւ մենք կփորձենք բնականաբար այս ամենը կարգավորել։ Առայժմ միայն 100 երեխա է դիմել դպրոց հաճախելու համար, ինչու։ Գիտեք, դա երեկվա թվերն էին, այսօր արդեն 200-ից ավել է եւ կարծում եմ, որ շատ պարզ է, որ այս պահին առաջին հերթին մարդիկ հոգում են կացարանի, բուժօգնության, սննդի հետ կապված ծախսերը եւ կրթության իրավունքի իրացմանը դիմում են հաջորդ պահին, երբ որ արդեն իսկ պարզ է թե իրենք որտեղ են բնակվելու եւ ինչպես են ապահովելու իրենց ամենաառաջնային կարիքները։ Այդ իմաստով կարծում եմ, որ առաջիկա օրերին մենք արդեն կունենանք ավելի մեծ թիվ դպրոցներ դիմող ընտանիքների, երեխաների, ասեմ, որ մենք պատրաստ ենք նրանց բոլորին ընդունելու եւ դպրոցները սպասում են եւ մենք անկախ նրանից թե մեր որ բնակավայրի որ դպրոցում կլինեն, կարծում եմ, որ թե մեր ուսուցիչները, թե տնօրենները, թե սովորողները միայն իրենց ջերմությամբ ու հոգատարությամբ կշրջապատեն նրանց։ Լեռնային Ղարաբաղի բնակիչը Հայաստանում է, ինչպես եւ ում դիմել երեխայի կրթության համար։ Երեխայի կրթության համար պետք է դիմել մարզպետարանի կրթության ուրեմն վարչություն, որը իրենց ամենամոտ մարմինը պիտի լինի, կամ կարող են դիմել իրենց համայնքապետարան մոտ գտնվող ցանկացած տեղ, որտեղ կդիմեն, պատկան մարմիններից պատրաստ կլինեն նրանց ուղղորդելու եւ աջակցելու։ Կարող են դիմել նաեւ իրենց ամենամոտակա դպրոցը եւ դպրոցը նույնպես կցուցաբերի անհրաժեշտ ուղղորդում եւ խորհրդատվություն։ Ասեմ, որ մենք կարգավորումներ ենք տվել եւ արդեն իսկ շրջաբերական գրությամբ մարզպետարաններ եւ դպրոցներ ենք ուղարկել այս ամբողջ գործընթացը կարգավորող ուրեմն քայլերի հաջորդականությունը։ Բռնի տեղահանվածներից շատերը փաստաթղթեր չունեն, դրանք այրվել են կամ կորել, դպրոց դիմելիս Ղարաբաղցի աշակերտների համար որևէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի։ Ոչ, բնականաբար չի լինի, մենք հասկանում ենք, որ կարող են լինել տարբեր իրավիճակներ, այն մարդիկ, ովքեր կունենան փաստաթղթեր իրենց հետ, բնականաբար այդ փաստաթղթերը միայն կօգնեն, որպեսզի ավելի ամբողջական թե տվյալներ լինեն եւ թե պատկերացում աշակերտի մասին, բայց եթե որևէ մեկը չունի փաստաթուղթ, ապա սա խոչընդոտ չի, նրանք հանգիստ կարող են դիմել դպրոց եւ դպրոցը պետք է բնականաբար առանց փաստաթղթերի, մենք նաեւ էլեկտրոնային
տեղեկատվական համակարգում առանձին էջ ունենք, որտեղ կարող են երեխաներին գրանցել առանց այդ փաստաթղթային ուրեմն պահանջների պարտադիրության եւ արդեն ասեմ, որ ունենք գրանցումներ այդ էջում եւ դա առաջին օրերին միայն կավելանա, կարող են առանց որևէ խոչընդոտի գրանցվել։ Իսկ դասագրքեր եւ կամ պիտույքներ տրամադրելու եք։ Դասագրքերի հետ կապված հարցը նույնպես կարգավորվում է, մեր ուղարկած գրությամբ մենք արդեն իսկ ցուցումներ ենք տվել, թե ինչպես պետք է վարվեն, կա կարգ, որի համաձայն դպրոցները կարող են միմյանց մոտ եղած դասագրքերի փոխանակում իրականացնել կախված երեխաների թվից եւ իրենց մոտ եղած լրացուցիչ դասագրքերը ուղարկել մյուս հաստատություն, բայց մենք պատրաստ ենք նաեւ նրան, որ կարող է պահանջվել դասագրքերի լրացուցիչ խմբաքանակ եւ դրա կարիքը լինելու դեպքում այդ դասագրքերը բնականաբար կպատվիրվեն եւ կուղարկվեն դպրոցներ։ Տիկին Անդրեասյան, Ղարաբաղցի մանուկներից շատերը բարբառով են խոսում, լեզվական պատնեշը կարող է ինտեգրվելու համար խոչընդոտ լինել։ Ես կարծում եմ, որ որևէ դեպքում դա չի կարող խոչընդոտ լինել, ավելին դա մեր հարստությունն է, որ մենք պիտի պահպանենք եւ զարգացնենք, ասեմ ավելին դպրոցական ծրագրի պարտադիր մաս է բարբառների ուսումնասիրությունը, մեր երկրի հարստություններից մեկը այն է, որ չնայած մեր փոքր տարածքին մենք ունենք շատ բազմազանություններ եւ բազմաթիվ շերտեր, այդ թվում լեզվական։ Ու ես կարծում եմ, որ այդտեղ ոչ միայն մենք որևէ խոչընդոտ չենք ունենալու, այլ ավելին դա գալու է լրացնելու եւ հարստացնելու մեր գիտելիքն ու իմացությունը։ Այս տարի օրինակ մենք մի հետաքրքիր մրցույթ ունեինք դպրոցների շրջանում, որտեղ դպրոցները պետք է պատրաստեին հենց երեխաները որևէ բարբառով մի տեսահոլովակ, որը կնկարագրեր որևէ իրավիճակ եւ ուղարկեին, ասեմ, որ շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել 400-ից ավել դպրոցներից մասնակցություն ենք ունեցել ու կարծում եմ, որ միայն ուրախ կլինենք այս լրացուցիչ նոր շերտին ու նրբերանգին, ավելին ասեմ, նույնիսկ ականջի համար դա շատ այդպես հուզիչ եւ հարազատ է հնչում։ Լավ է, որ խրախուսում եք լեզվի բազմազանությունը, բայց երեխան նաեւ պիտի կարողանա հասկանալ ուսուցչին, նման խոչընդոտ չի լինի, կարծում եք։ Գիտեք, քանի որ մենք գտնվում էինք մի տարածքում, որտեղ մեր կրթական տարածքը բովանդակության իմաստով նույնն էր, այսինքն Ղարաբաղի դպրոցները անցնում էին նույն դասագրքերով, ինչ որ մեր դպրոցներում են, եւ ուսուցիչներն էլ այդ նույն տրամաբանության մեջ էին ներկայացնում դասը, այս իմաստով կարծում եմ, որ երեխաների համար էական դժվարություններ պիտի չառաջանան, որովհետեւ դրանք իրենց ծանոթ դասագրքերն են եւ դրանք իրենց ծանոթ բովանդակությունն է։ Իսկ մնացած բոլոր հարցերը կարծում եմ, որ կարգավորելի են եւ ասեմ, որ մենք նաեւ մանկավարժների համար լրացուցիչ վերապատրաստման ծրագրեր ենք պլանավորել եկող շաբաթվանից, որոնք որ օգնելու են նրանց հենց ճիշտ վարվել նմանատիպ իրավիճակներում, երբ որ իրենց դասարաններում գտնվում են հոգեբանական ծանր դժվարություններ եւ փորձություններ անցած երեխաներ։ Հենց այդ մասին Տիկին Անդրեասյան, այս երեխաները 9 ամիս շրջափակման մեջ են եղել, միշտ չէ, որ հոգացվել են նրանց անգամ ամենատարժական կարիքները, ոմանք ծնող են կորցրել կամ որևէ հարազատի հոգեբանական աջակցություն ստանալու են։ Միանշանակ, սա մեր ամենակարևոր անելիքներից մեկն է, որովհետև դպրոցը միայն գիտելիք փոխանցելու տեղ չի, դպրոցը սոցիալականացման տեղ է, դպրոցը հոգեբանական աջակցության միջավայր է եւ մենք պետք է ձևավորենք այդ դրական միջավայրը ու դա անելուն օգնելու են մեր մասնագիտացված կառույցները, որոնք գործում են, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները, ինչպես նաեւ գիտեք, մենք այս սեպտեմբերից դպրոցներում պարտադիր ենք դարձրել հոգեբանների հաստիքը, բոլոր այն դպրոցները, որտեղ արդեն իսկ համալրված է այդ հաստիքը, դպրոցական հոգեբանները նույնպես պիտի ակտիվորեն ներգրավվեն գործընթացին եւ երեխաները կունենան այն ամբողջ անհրաժեշտ աջակցությունը, որի կարիքը կլինի։ Լեռնային Ղարաբաղի ուսուցիչների թիվը եղել է 1500-ը, Լեռնային Ղարաբաղից մեզ մոտ տեղափոխվող ուսուցիչներին օգնելու եք վերաինտեգրվել հայաստանյան կրթական համակարգում։ Միանշանակ եւ դա անելու ենք ավելի կենտրոնացված եղանակով, որպեսզի յուրաքանչյուրը ինքը չփորձի հաղթահարել այդ դժվարությունները, աշխատանք գտնելու եւ որևէ տեղ հարմարվելու։ Հենց այս պահին մենք մշակում ենք նման ծրագիր, որը շատ շուտով կներկայացնենք նաև արդեն իսկ հաստատման եւ դրանով պլանավորում ենք, որ
պիտի օգնենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների ավելի հարթ իրենց մասնագիտական աշխատանքը շարունակելուն։ Պետությունը աշխատանք առաջարկելու է այս ուսուցիչներին։ Միանշանակ կարծում եմ, որ այդ տարբերակով ենք գնալու եւ դա անելու ենք հաշվի առնելով, որ մեր համակարգում մենք ունենք ուսուցիչների թափուր տեղեր եւ պահանջված է իրականում ուսուցչի մասնագիտությունը եւ կարծում եմ, որ նաեւ լրացուցիչ խթաններ կդնենք, որպեսզի նաեւ ուսուցիչների համար այդ ծրագրին մասնակցությունը լինի հավելյալ աջակցություն։ Լեռնային Ղարաբաղում գործել է 8 քոլեջ եւ ուսումնարան, 4 բուհ, ինչ մեխանիզմով է ապահովելու տեղահանված ուսանողների կրթության շարունակությունը Հայաստանում։ Այս հարցերը նույնպես քննարկվել են։ Մենք կարծում եմ, որ առաջիկա 1-2 օրում նաեւ բուհեր կուղարկենք համապատասխան գրությունները, մասնավորապես այստեղ հիմնական խնդիրները կարող էին առաջանալ կրթական ծրագրերի տարբերությունների, կրեդիտների տարբերությունների մասով մենք բնականաբար այս հարցերը կկարգավորենք, ինչպես նաև կարող են լինել որոշակի խոչընդոտներ լիցենզիոն տեղերի հետ կապված բուհերում, քոլեջներում եւ ուսումնարաններում, որը նույնպես կկարգավորենք։ Առանձին ուշադրություն ենք դարձնելու այն տվյալներին, որ կլինեն ուսման վարձերի հետ կապված եւ պատրաստ ենք նաև այդ տվյալների հիման վրա ուսման վարձերի մասով աջակցության որոշակի ծրագրեր ունենալ։ Հնարավոր է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված ուսանողները անվճար սովորեն։ Ասածս հենց այդ մասին է, այսինքն այս պահին ամենակարևորը ոչ թե սուբսիդի, այլ լիարժեք փոխհատուցում։ Ես կարծում եմ, որ միանշանակ այդ տարբերակը նույնպես քննարկելի է, ամեն ինչ կախված է այն իրավիճակից ու տվյալներից, որ մենք կունենանք։ Այս պահին հասկանում եք, որ մարդիկ դեռևս շարունակում են գալ եւ առաջնահերթ տեղավորվել տարբեր տեղերում, մենք զուգահեռաբար կարիքների գնահատում ենք իրականացնում եւ այդ տվյալների հիման վրա, որ մենք իմանանք, թե որ մասնագիտություններով քանի ուսանող եւ որտեղ կան, արդեն իսկ կկարողանանք նաեւ շատ ավելի հասցեական ծրագիր տանել նրանց ուսման աջակցության համար։ Տիկին Անդրեասյան, ոչ պակաս կարևոր է, թե ինչպես է ապահովելու Լեռնային Ղարաբաղում առայսօր մնացողների կրթության իրավունքը։ Գիտեք, շատ բարդ հարց եք տալիս, որովհետեւ այս պահի դրությամբ արդեն 70,000-ից ավել մարդ հատել է սահմանը եւ մենք նաեւ այսօր կառավարության նիստին էլ հնչեց, որ կառավարությունը լրացուցիչ աջակցություն է ցուցաբերելու այն անձանց, ովքեր չունեն սեփական մեքենաներ եւ չեն կարողանում զուտ այդ պատճառով ուրեմն գալ այստեղ եւ նաեւ այդ տրանսպորտային աջակցությունը կլինի եւ այս ամենը տեսնելով բոլորս էլ այս պահին ըստ վերլուծությունների հասկանում ենք, որ ցավոք սրտի կրթության կազմակերպման խնդիր տարածքում զուտ այն պատճառով, որ երեխաները այնտեղ դժվար թե գտնվեն, այս պահին այդ հարցը օրակարգային չի լինի, սա ասում եմ նաև հաշվի առնելով, որ ես ինքս ձեզ ասացի տվյալներ, որ միայն այսօր առավոտյա հաշվառված անձանց տվյալներով շուրջ 15,000 անչափահասներ արդեն այստեղ են եւ ցավոք սրտի չեմ կարծում, որ նրանց կրթությունը կարիք կլինի կազմակերպել այնտեղ, որովհետեւ նրանք այստեղ են։ Ինչ փուլում են կրթական համակարգի բարեփոխումները, նոր չափորոշիչ ներդրեցիք ուսուցիչների հատեստավորում, առաջնահերթ մասնագիտություններով կրթաթոշակների բարձրացում եւ այլն։ Պիտի ասեմ, որ չնայած այս դժվար ու ծանր իրավիճակին, որ այս օրերին բոլորս ապրում ենք եւ այն անելիքներին, որ կան մեր համակարգի առաջ, իսկ մեր համակարգը շատ ակտիվ է մասնակցում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին աջակցություն տրամադրելու գործընթացում մեր բազմաթիվ ուսանողներ կամավորական աշխատանքներում են ներգրավված, մեր պրոֆիլային մասնագիտությունների դասախոսները եւ ուսանողները նկատի ունեմ սոցիալական աշխատանքի, հոգեբանության գծով, նաեւ համապատասխան աջակցության ծրագրերում են ընդգրկվում։ Մենք ունենք նաեւ որոշակի ֆոնդ, հանրակացարանային եւ այլ տարածքներ, որոնք նույնպես տրամադրվում են այս պահին կարիքն ունեցող ուրեմն մեր հայրենակիցներին, այսինքն մեր մասնակցությունը այս գործընթացին բավական բազմաշերտ է, բայց դա չի նշանակում, որ մենք չեղարկում ենք մեր կարևոր ռազմավարական անելիքները, դրանք բոլորը ընթացքում են եւ պիտի ասեմ, որ այս օրերին նաեւ կամավոր ատեստավորման գործընթացն է իրականացվում, նախորդ շաբաթ եւ կիրակի օրերին եղել են առաջին առարկաները, օտար լեզուները եւ բնագիտական
տեխնոլոգիական ճարտարագիտական առարկաները եւ եկող շաբաթ կիրակի եւ դրա հաջորդ նաեւ շաբաթվա ընթացքում կլինեն մյուս առարկաները այս գործընթացը իհարկե շարունակական է մենք նաեւ առիթ ենք ունեցել ուսուցիչների հետ քննարկել իրենց հուզող հարցերը առաջիկայում նաև որոշակի փոփոխություններ կնախաձեռնենք այս ուղղությամբ։ Ինչ վերաբերում է նոր չափորոշիչներին, ապա դրանց ներդրումն էլ ընթացքում է եւ բնականաբար մենք անընդհատ մոնիտորինգի գործընթացում ենք, որ տեսնենք թե ինչ դժվարություններ ունեն դպրոցները եւ նրանց անընդհատ աջակցում ենք։ Ինչ վերաբերում է կրթաթոշակին, պետք է բոլորիս համար մի ուրախալի նորություն ասեմ, որ բնագիտական ուղղություններով ուսուցիչների պակասի մասին էինք խոսում, գիտեք, կրթաթոշակի ծրագիրը հաստատվեց օգոստոսի վերջին եւ այդ ընթացքում մագիստրատուրայի ընդունելություններ ընթացքում եւ մենք գրեթե կրկնապատկել ենք մագիստրատուրա դիմաց այդ ուղղություններով դիմորդների, ուսանողների թիվը, ինչը նշանակում է, որ իրապես ծրագիրը ազդեցություն է ունենում։ Կարող է մոտ ապագայում էլ ճիշտ հակառակը, այս անգամ արդեն բնագիտական ուղղությունների ուսուցիչների ավելցուկ ունենանք։ Ես կարծում եմ, որ բոլորս պիտի միայն ուրախ լինենք, եթե մենք այս ուղղություններով կրթված մարդկային ռեսուրս ունենանք, որովհետև այդ ռեսուրսի կարիքը կա ոչ միայն դպրոցում, այլ նաև շատ տարբեր ոլորտներում, այսինքն սա մի ուղղությամբ գիտելիք է, որը շատ պիտանի է այսօր հասարակության զարգացման համար եւ միայն պետք է ուրախ լինենք, եթե մեր մոտ քիմիայի կամ ֆիզիկայի մասնագետների, այսպես կոչված ավելցուկ ունենանք։ Տիկին Անդրեասյան, դուք նշեցիք, որ հասցեագրել եք ուսուցիչների վերջերս բարձրաձայնած մտահոգությունները, կնշեք, թե ինչն եք փոխելու։ Գիտեք, բարձրացել էին որոշ հարցեր, որոնք կապված էին օրինակ էլեկտրոնային մատյանների լրացման հետ եւ թեմատիկ պլանների նոր ձևաչափի հետ, այս ամենը պարզեցվում է եւ նաեւ հնարավորություն է տրվելու էլեկտրոնային համակարգում ինքնաշխատ եղանակով լրացնելու, որը ուսուցչի համար լրացուցիչ տեխնիկական որևէ դժվարություն չի առաջացնի, նաեւ պարզեցնում ենք թղթաբանությունը։ Շատ բաներ կա, որ թվայնացման գործընթացից հետո հետ ես նայում, տեսնում ես, որ դպրոցում մնացել է օրինակ ինչ որ մի բանի վրա թղթային ստորագրելու անհրաժեշտությունը, պարտադիր պահանջը, որը պիտի հանվի, ինչ որ մատյանների եւ պլանների պահանջներ կան, որոնք ընդհանրապես կարող են դուրս գալ եւ մենք հիմա նախաձեռնել ենք դրա ամբողջական վերանայում, որպեսզի թղթաբանությունը կրճատենք եւ ուսուցչի վրա հավելած անհրաժեշտություն չլինի։ Նաեւ այս ֆինանսավորման նոր կարգի հետ կապված բազմաթիվ առաջարկներ էինք ստանում, օրինակ օպերատորների կողմից կար որոշ մտահոգություններ եւ դրանք ամբողջությամբ հիմա կարգավորվում են, այդպիսի հարցեր էին առաջանում նաև կապված օրինակ զինղեկների աշխատավարձերի հետ եւ նմանատիպ այլ հարցեր, սրանք բոլորը մանրամասն դիտարկել ենք, նաև որոշ ուսուցիչներ օրինակ հարցեր էին բարձրացնում ֆինանսավորման նոր կարգով իրենց դրույքաչափի պահպանման մասին եւ պետք է ասեմ, որ կարծում եմ վաղը արդեն դպրոցները կստանան համապատասխան գրությունները, որ պահպանվելու է բոլորի պահի դրությամբ ամենաբարձր դրույքաչափը եւ դա լինելու է ուրեմն հստակ մոտեցում եւ որևէ ուսուցչի համար այս ֆինանսավորման կարգը նշանակելու է միայն դեպի դրականը փոփոխություն եւ հակառակը չենք ունենալու, ընդ որում սա ասում եմ վստահ, որովհետեւ արել ենք մանրամասն վերլուծություն դպրոց առ դպրոց, ուսուցիչ առ ուսուցիչ, որպեսզի այս ամենի վրա ունենանք միանշանակ վստահություն։ Ձեր ուղերձը խնդրեմ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված մանուկներին, սաներին, նրանց ծնողներին եւ մանկավարժներին։ Գիտեք, մենք այնքան ծանր օրեր ենք ապրում եւ բոլորիս մոտ կարծում եմ ամենատարբեր էմոցիաներ են այս օրերին, բայց մենք պիտի հիշենք, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները մեզնից ծանր օրեր են ապրել։ Մարդիկ 10 ամիս եւ ավել գտնվել են ամենատարրական կարիքներից, զրկանքների պայմաններում, այս վերջին շրջանում էլ այնպիսի սարսափների միջով են անցել, որ թերևս կարծում եմ ցանկացած խոսք արժեզրկում է այդ ապրումների առաջ, կարող եմ միայն ասել, որ այստեղ իրենք կգտնեն այն ջերմությունն ու հոգատարությունը, որը իհարկե չի փոխարինի ու չի մեղմի այն, ինչի միջով անցել են, բայց կարծում եմ, որ առնվազն թույլ կտա առաջ գնալ, որովհետև այլ
հեռանկար ու այլընտրանք, քան զարգանալն է մենք չունենք եւ յուրաքանչյուր դժվարությունից պետք է միայն նայենք առաջ եւ պետք է հասկանանք, որ նաեւ դժվարություններ չունենալու միակ նախապայմանը այն զարգացումն է, այն հզորանալն է, որը պետք է մեզ նաեւ ուժեղ դարձնի այդ մարտահրավերները։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Մեր տաղավարում այս պահին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էր։ Կհանդիպենք։